Ությունը եւ եթե հիշում եք, հիմնական կոչը սա էր, որ երբ որ Տիրոջ խոսքը կամ Տիրոջ կամքը գիտեք, մի փորձեք Աստծուց փախնել։ Բայց ինչ արեք, ձեր սիրտը խոնարհեցրեք եւ ընդունեք այն, ինչ որ Տերն ասում է։ Եթե նույնիսկ ինչ որ խնդիրներ ունեք, տագնապ ունեք, վախեր ունեք, մի թաքցրեք դա։ Ուղիղ ազնիվ կերպով աղոթեք։ Խոսեք, Տիրոջը ներկայացեք այն վիճակը, ինչի մեջ որ գտնվում եք։ Փախուստը ելք չէ։ Երկրորդը նաև խոսեցինք, որ Աստված ամենուրեք է եւ գերիշխան է եւ Աստծուց որևիցե մեկը չի կարող ինչ անի, փախնի։ Տիեզերքում մի կետ, մի վարքյան, մի պահ չկա, որտեղ որ Աստված ներկա չի եւ կամ չի էլ տեսնում։ Նման մի վայր, նման մի հատված չկա, որովհետեւ ամեն բան պատկանում է իրեն։ Նաև խորապես մտածեք ինչքանով եք հնազանդ Տիրոջը կամքին, որովհետև ձեր անհնազանդությունը ոչ միայն դժբախտություն է բերում ձեզ, այլ նաև ձեր շրջապատող մարդկանց։ Հովնանի պարագայում իր ձև ասած քայլերի պատճառով կարող էին այդ ողջ նավաստիները եւ այնտեղ գտնվող մարդիկ ինչ անեին, վնասվեին։ Բայց մեր պարագայում շատ դեպքերում մեր հարազատներն են վնասվում։ Ծնողների որոշակի արարքներից ազդեցություն են ունենում իրենց երեխաները։ Ու այս ամեն ինչը փոխկապակցված է։ Իսկ եթե վերցնենք գլոբալ առումով, մեր քայլերից ընդհանուր ազդեցություն է լինում նաև մեր ողջ Հայաստան աշխարհի վրա։ Այնպես որ միշտ մտածեք, որ ձեր անհնազանդությունը ոչ միայն ձեզ է վնաս տալի, այլ նաև ձեր շրջապատող մարդկանց։ Եվ վերջինը, հիշեք մի բան, որ Աստծո գերիշխան ծրագիրը ձեզ փորձությունների շրջանակում տանում է դեպի լավին։ Այսինքն ամեն բան ինչ որ ձեր կյանքում տեղի է ունենում, եթե Տիրոջ զավակ եք, այդ ամեն ինչը վերջնական արդյունքում տանելու է դեպի դրական արդյունքի։ Շատ լավ։ Հիմա միասին պետք է շարունակենք, եթե հիշում եք, երեկվա մեր թեման ավարտվեց նրանով, որ Հովնանը հայտնվեց ձկի փորում, այո։ Եվ դրանից հետո արդեն շարունակում ենք։ Երկրորդ գլուխը ընդհանրապես սկսում է հենց այդ հետևյալ պատմությունից եւ մենք այսօր տեսնելու ենք նորից Աստծո ողորմությունը ապաշխարող Հովնանի նկատմամբ։ Աստծո այն մեծ ողորմությունը, որ Տերը ցույց է տալիս Հովնանի նկատմամբ, երբ որ Հովնանը հասկանում է իր սխալները եւ ապաշխարությամբ դարձով գալիս է դեպի Աստված։ Եվ Աստծո ողորմությունը վերականգնում է շատ դեպքերում են մարդկանց, ովքեր որ ինչ են արել մինչև այդ փախչել են, հակառակվել են եւ վերականգնումը լինում է ապաշխարությամբ դարձով։ Եվ հույսով եմ, որ այս պատմությունների որպես ավարտին դուք էլ իրապես Տիրոջ առաջ ապաշխարությամբ կփափագեք, կխնդրեք Տիրոջ ողորմությունը ձեր կյանքի համար։ Ու կապ չունի մինչև այդ ինչ կյանքով եք անցել, ինչ կյանք եք ունեցել եւ այլն, եղբայրները արդեն ներկայացրեցին իրենց կյանքը անցյալում ինչպիսին էր։ Եթե մնացինք այդ անցյալի մեջ, ապագան հուսադրող չէ։ Բայց եթե Տիրոջ մոտ եկանք ապաշխարությամբ դարձով, ապագան արդեն այն ապագան, որ Տերն է խոստանում, կլինի երջանկության մեջ Տիրոջ հետ։ Դա չի նշանակում, որ խնդիրներ չեք ունենալու, դա չի նշանակում, որ այլ հարցերը բոլոր լուծվելու են։ Դա ուղղակի նշանակում է, որ հույս եք ունենալու։ Հույս եք ունենալու, Տիրոջ վրա է լինելու ձեր հույսը, եւ Աստծո խոստն ասում է, որ այդ հույսը ամոթով չի թողնում։ Նայեք, առաջին հայացքից, երբ որ նայում ենք, պատկերացրեք Հովնանի կարգավիճակը, ծովի մեջ է գտնվում, ձուկն էլ հələ քիչ էր եկավ գուլ տվեց, եւ մենք կարանք մարդկային տրամաբանությամբ ասենք, որ սա դատաստանն էր։ Տիրոջ դատավճիռն էր Հովնանին։ Այնինչ սա նորից Աստծո ողորմության մի ինչ է, քայլ է։ Ու այս պարագայում այդ ձուկը, այս պարագայում այդ ծովը, ալիքները, այս ամեն ինչը դառնում է ոչ թե պատիժ, այլ շնորհքի գործիքներ։ Շնորհքի գործիքներ։ Այսօր կտեսնենք, թե Աստված ինչպես է 4 կերպով, 4 փուլերով
վերականգնում Հովնանին որպես Տիրոջ զավակ եւ կցանկանամ որ դուք էլ ուշադրություն դարձնեք, որտեվ սա նույնպես ձեր կյանքի համար կարող է մի ճանապարհ դառնալ, որով որ դուք էլ կարող եք ինչ անել, վերականգնվել, ընթացքի մեջ ճիշտ ընթացք ունենալ։ Սկսենք առաջի համարից։ Եվ Հովնանը ձկան փորից աղոթք արեց Տիրոջը իր Աստծուն։ Ուշադրություն դարձրեք, որ նորից ինչ է շեշտում, աղոթք արեց ում Տիրոջը իր Աստծուն աղոթք արեց։ Երբ որ այդ կարգավիճակում հայտնվեց, ինչ արեց, սկսեց աղաղակել։ Սկսեց Տիրոջ անունը կանչել, մինչև այդ փախնում էր, այս պարագայում ինչ արեց, սկսեց փնտրել իր Աստծուն։ Հասկացավ, որ Աստծուց բացի այլ փրկություն, այլ հնարավորություն չկա։ Եթե Հովնանի պարագայում այս ամեն ինչը պետք է հասներ, այն ամենավերջին, երբ որ այլ ընտրանք, այլ հնարավորություն չկա, եկեք թույլ չտանք, որ նույն բանը մեր կյանքում լինի։ Որ չլինի, թե այլ տարբերակ չունենք, նոր հիշենք Աստծուն։ Իրականում շատ դեպքերում էլ տենց ենք անում։ Երբ որ նեղություն կա, խնդիր կա, նոր ենք ինչ անում, հիշում Աստծուն։ Երբ որ ամեն ինչ լավ է, ամեն մեր ճանապարհը լայն է, խնդիրներ չունենք, հարցեր չունենք, ինչ ենք անում, Աստծուն չենք էլ հիշում։ Բայց երբ որ նեղություն, երբ որ խնդիր, սկսում ենք Աստծուն հիշել, չնայած դրա մեջ էլ կրոնավորությունն է արտահայտվում։ Մտածում ենք, քանի հատ մոմ վառենք, գուցե ուխտագնացության գնանք, հայր մեր աղոթքն ենք անգիր սովորում մի քանի անգամ ասում եւ այլն, ու մտածում ենք, որ այս կարգի խոսակցության մեջ կամ այս կարգի ծիսական քայլերի մեջ Տիրոջ ողորմությունն են գտնելու։ Հիմա մեր մեջ ագին պատայներ, երիտասարդներ կա, վստահ եմ, ես էլ եմ ձեր պես եղել, այս քննությունները գալիս էին նորից։ Հիշում էինք աղոթք, մոմ, այսքան մեկքան, որպեսզի քննությունները հանձնենք, լիկվիդ չստանանք, կամ էլ չգիտեմ, գուցե մտածում ենք նենց արտագրենք, որ հանկարծ չբռնվենք։ Ասեմ, որ որոշ հանցագործներ, գողեր նույնպես այդ նույն կարգավիճակով են շարժվում։ Մինչև գողություն անելը մի հատ գնում են մոմ են վառում, աղոթում են, որպեսզի չբռնվեն։ Ու մեր տրամաբանությունն էլ է շատ դեպքերում սենց անում։ Ապրենք նենց ոնց որ ուզում ենք, երբ որ պահը կգա կամ նեղության մեջ կլինենք, ու մենք հիշում, Աստծուն ենք հիշում։ Եվ սա իրականում ճիշտ մոտեցումը չի, սակայն ուշադրություն դարձրեք, որ այս հատվածում առաջի քայլը նախ եւ առաջ հիշելն է կամ խնդրելն է Աստծո օգնությունը։ Երբ որ նույնիսկ այս իրավիճակում հայտնվել եք, առաջի փուլը իրականում սա պետքա լինի։ Դե աղոթք բարձրացնեք օգնության առ Աստված, ազնիվ կերպով, առանց ինչ որ ավելորդությունների եւ այլն եւ այլն։ Հիմա գուցե տղամարդկային հպարտությունը կամ մեր ընդհանուր հասկացողությունը թույլ չի տալիս, որ մենք այդ քայլն անենք, բայց մի սպասեք, որ այսև ասած դանակը հասնի ինչին, ոսկորին։ Մի սպասեք, որ ամեն ինչը գա հասնի այդ կարգավիճակին, որովհետև ձեր վաղվա օրվա վրա վստահություն չունեք։ Ես հիմա ասում եմ վաղվա օրվա վրա, կարամ ավելացնեմ ավելին, իրականում մեր մյուս վայրկյանը անգամ մեր ձեռքերի մեջ չի։ Ես վստահություն չունեմ իմ կյանքի եկող վայրկյանների վրա։ Չկա այնց մի կազմակերպություն, որ ձեզ կարա այնպիսի մի ապահովագրություն տա, որ ասի գիտես ինչ կա, մոտակա տարիները հանգիստ ապրի, խնդիր չես ունենալու։ Չկա նման մի բան։ Ինքներդ էլ գիտեք, որ մահը կամ խնդիրները կարան այնքան շուտ գան, այնքան անսպասելի գան, որ չեք էլ կարող մեկ ակնթարթում նույնիսկ պատկերացնել այդ ամեն ինչը։ Բայց այնուամենայնիվ Հովնանը վերջի վերջո իր այս վիճակում ինչ արեց, սկսեց աղաղակել, աղոթել իր Աստծուն։ Եվ սա պետք է մեր առաջի քայլը լինի։ Եթե նեղության ժամանակ, նեղության մեջ ենք ընկել, այս պարագայում ինչ անենք, խնդրենք Աստծո օգնությունը։ Խնդրենք Աստծո օգնությունը, ինչի, որտեվ ինքը ողորմած է, Աստված ողորմած է։ Եվ ասաց. Իմ նեղության մեջ Տիրոջը ինչ արեցի, կանչեցի։ Եվ նա ինձ պատասխանեց անդունդին դերքից, աղաղակեցի եւ դու լսեցիր իմ ձայնը։ Ինքը շատ հստակ հասկանում է ինչ կարգավիճակում է գտնվում։
Այս խոսքը, երբ որ ասում է անդունդին դերքից, շեոլ բառն է, որը որ որոշ առումով նկարագրում է նույնիսկ մեռածների ձև ասած գտնվող վայրը։ Եվ այս բառի եւ ընդհանրապես երկրորդ գլխի շրջանակում որոշ աստվածաբաններ ասում են, որ գուցե Հովնանը գտնվել է ձև ասած կլինիկական մահի կամ կոմայի մեջ, բայց այնուամենայնիվ ինչ որ կերպով միտքը աշխատել է եւ կարողացել է այդ շրջանակում ինչ անել, աղոտ բարձրացնել առ Աստված։ Չեմ կարա դետալների մեջ մտնեմ կամ ասեմ ֆիզիկապես ինչ վիճակում էր գտնվում եւ այլն, բայց հստակ տեսնում ենք մի բան։ Գիտակցելով իր կարգավիճակը, հասկանալով, որ միայն փրկության այսև ասած ճանապարհը Աստծո մոտ է, դերը ինչ է անում, աղաղակում է, կանչում է Տիրոջը եւ ունի ինչ վստահություն։ Ինչ վստահություն ունի, որ Աստված ինչ է անելու, պատասխանելու է։ Այս վստահությունն ունի, որ եթե կոտրվել է սրտով, եթե իր խոնարհությամբ իջել է եւ Տիրոջն է աղաղակում, Աստծո ողորմությունն ու իր շնորհը պատասխան տալու է։ Անկախ նրանից ինքը մինչև այդ ինչ ընթացք ունեցա թե չէ։ Անկախ նրանից, որ ինքը կոչվել էր Աստծո մարգարե, սովորական մեկը չէր։ Լսում եք։ Մեկն էր, ում որ միջոցով Աստված անմիջապես խոսում էր։ Ու այս մեկը անհնազանդ գտնվելով վստահ է, որ եթե աղոթի, Տերը պատասխանելու է եւ կապ չունի որտեղ է։ Անդունդին դերքից ինչ արեցի, աղաղակեցի եւ դու լսեցիր իմ ձայնը։ Մի մեկնաբան հետեւյալ խոսքն է ասել. Օրհնյալ է այն թուլությունը կամ տկարությունը, որ մեզ հետ է նետում Աստծո մոտ եւ բժշկում մեզ ինքնավստահության կեղծ հույսից։ Լսում եք։ Օրհնյալ է կամ լավ է այն փորձությունները, այն խնդիրները, որի միջով որ մենք անցնում ենք, որոնք որ մեր թյուր, սխալ ինքնավստահությունից մեզ ինչ են անում, հանում են։ Երբ որ մեր իրապես աչքերը բացվում են եւ մենք հասկանում ենք մեր իրական կարգավիճակը։ Մի ռուսական պատմություն կա, որ ներկայացնում են, եթե կհիշեք, չգիտեմ, թագավորի մասին, որ թագավորը մերկ էր, բայց կողքի մարդիկ չէին ուզում ուղիղ ասեն եւ գովաբանում էին եւ եւ հանկարծ երեխաներից մեկը ասում է, բայց այնուամենայնիվ թագավորը ինչ է, մերկ է։ Մենք էլ շատ դեպքերում մեր խնդիրները, մեր հարցերը ինչ ենք անում, անտեսում ենք եւ կարծում ենք, որ մենք ամեն բան կարող ենք։ Մենք երկրագնդի կենտրոնում ենք, մենք ամենաուժեղն ենք, մենք կարծես դառնում ենք ամենակարող։ Բայց իրականությունը չենք ուզում ընդունել։ Եվ այդ ժամանակ է, որ Տիրոջ ողորմությունը նաև փորձությունները բերում մեր կյանքում, որպեսզի մեր մերկությունը տեսնենք, որպեսզի մեր իրական կարգավիճակը տեսնենք, որտեվ դա է, որ մեզ մղելու է ինչի դեպի Տիրոջը կանչին, դեպի Տիրոջը օգնությանը։ Քանի դեռ մարդը աղոթում է, նա կորսված չէ։ Լսում եք։ Քանի դեռ մարդը հասկանում է իր կարգավիճակը եւ աղոթում է Տիրոջը, Տիրոջից է ակնկալում ողորմություն, այդ մարդը դեռևս կորսված չէ։ Եթե հայտնության գիրքը կարդաք, Աստվածաշնչի վերջին գիրքը, կտեսնեք, որ մի պահ է գալի, որ Աստված բավականին մեծ նեղություն է բերում ողջ մարդկության վրա։ Եվ հետաքրքրական է, որ այդ մարդիկ շատ հստակ հասկանում էին, որ սա Տիրոջ բարկությունն է, որ թափվել է ողջ մարդկության մեղքերի վրա։ Հիմա դետալների մեջ չեմ մտնելու, բայց այնտեղ անընդհատ տեսնում եք մի բան։ Այդ ամեն ինչը տեսնելով մարդիկ ոչ թե խոստովանում էին իրենց մեղքերը, ոչ թե գալիս էին Տիրոջ առաջ, այլ ավելի էին խստացնում իրենց սիրտը եւ ավելի էին հակառակվում։ Ես չեմ ցանկանա, որ ձեր կյանքում նման մի կարգավիճակում հայտնվեք։ Երբ որ տեսնում եք ինչ-ինչ պատճառներով Տերը խրատում է ձեզ, ինչ-ինչ իրավիճակների մեջ է դրել, ոչ թե հակառակը ավելի խստացրեք ձեր սիրտը երեխաների նման, այլ ինչ արեք, խոստովանեք ձեր մեղքերը եւ խնդրեք Տիրոջից օգնություն։ Սա է հարցի լուծումը։ Այլ լուծումները տանելու են դեպի կործանման։ Պատկերացեք ուղղակի մի պահ, եթե Հովնանը որոշում կայացներ, ասած չէ, ստեցեք կփախնեմ ձկան փորից։ Մի բան ստացվելու էր, ոչ մի բան չէր ստացվելու։ Այդքանով ավարտվելու էր Հովնան մարգարեի պատմությունը։ Բայց Տերը երկրորդ հնարավորությունն է տալիս։ Առաջինը ամեն իրավիճակում Տիրոջ օգնությունը խնդրեք։ Երկրորդը Հովնանը նաև ընդունում է Աստծո խրատը։
Ուշադրություն դարձեք շարունակության մեջ։ Եվ դու ինձ գցեցիր խորխորատը ծովերի սրտի մեջ։ Հովնանին ով գցեց ջրի մեջ։ Չէ։ Նավաստիները, չէ, ինքը ասեց ինձ գցեք ջուրը, բայց ուշադրություն դարձրեք։ Այս պարագայում Հովնանը ինչ է հասկանում, որ այս ամեն շրջանակը Աստծուց է։ Նույնիսկ այս մարդիկ, որ իրան գցել էին ջուրը, հասկանում է, որ այս ամեն ինչը Տիրոջ ծրագրի շրջանակում է, եւ ինչ է անում, ընդունում է, որ Աստված է ամեն բան անում։ Այլևս չի մեղադրում ուրիշներին, չի մեղադրում նավաստիներին, չի մեղադրում Ասորեստանի այդ Նինվե քաղաքի ժողովրդին եւ այլն, ինչ է անում, ընդունում է, ասում է ինչ, դու ինձ գցեցիր։ Դու ես գցել, դու ես այս իրավիճակի մեջ ինձ բերել։ Այո, սկզբնական աղբյուրը ինքն էր պատճառը, ինքն էր, որ անհնազանդ գտնվեց եւ այլն։ Բայց այս պարագայում Տերը գցում է այդ վիճակի մեջ, որպեսզի Հովնանին ինչ անի, դուրս անի այն խնդիրներից, այն որոշումներից, որը որ տանելու է իրեն դեպի կործանման։ Սա ապաշխարության հասունությունն է, երբ որ դու սկսում ես ինչ անել, գիտակցել։ Նա հասկանում է, որ Տիրոջ գերիշխանության շրջանակում Աստված սկսել է ինչ անել, խրատել, դաս տալ նրան։ Եբրայեցիս նամակի մեջ 12-րդ գլխում կարդում ենք հետևյալ խոսքերը, որտեղ ասում է, որովհետև Տերը ում սիրում է, նրան ինչ է անում, խրատում է, նրան դաստիարակում է։ Ում որ սիրում է, նրան խրատում է։ Հետևաբար, եթե կարծում եք, որ հիմա այդ խնդիրների միջով եք անցնում, նորից ծնողները շատ հստակ կհասկանան այս խոսքը։ Երբ որ ձեր երեխաներին խրատում եք, ձեր երեխաները այդ խրատը ուրախությամբ ընդունում են, ասում են՝ մամա ջան, դու այդքան ես ինձ սիրում, որ խրատում ես, կամ ապրես, շարունակի պատժել եւ այլն, չէ։ Նեղվում են շատ դեպքերում, եթե թույլ էլ տալիս են, մեկ-մեկ ասում են՝ մամա, դուք ինձ չեք սիրում եւ այլն, ինձ չեք հասկանում, թողեք ընկերներիս հետ ման գամ, ես իմ կյանքս վայելեմ։ Այս հասկացողությունը դուք որպես ծնողներ շատ հստակ գիտեք։ Բայց գիտեք ինչ է, մենք նույն վիճակում էլ անում ենք, երբ որ մեր Հայր Աստված մեզ է խրատում։ Երբ որ մեզ է խրատում, սկսում ենք բողոքել, ասել Տեր Աստված, անարդարային չենք, մենք այս իրավիճակում հայտնվել եւ այլն, մենք ենք մեզ պահում երեխայի պես։ Չենք ուզում ընդունենք մեր սխալները, մեր խնդիրները եւ չենք ընդունում Տիրոջ խրատը։ Ուրեմն միշտ հիշեք, որտեղ Տերը ում սիրում է, նրան ինչ է անում, մեր ինչը սիրտը։ Ինչ կարգավիճակում են գտնվում։ Կարանք այդ խրատի մեջ ինչ անել, դառնանալ, կարող ենք բողոքել, կարող ենք ապստամբել, իսկ կարելի է նաև հավատով ընդունել Տիրոջ ձեռքը, հավատով ընդունել այն, ինչ որ Տերը սահմանել է մեր կյանքի համար։ Եվ սա կարևոր է, սիրելիներ, որովհետև նորից, եթե այս ընթացքը, այս քայլը չունենք, խնդիր ենք ունենալու։ Եվ ես ասացի, ես վռնդված եմ քո աչքի առաջից, սակայն դեռևս պիտի ինչ անեմ, նայեմ քո սուրբ տաճարին։ Սա գալիս է նաև արդեն երրորդ մոտեցումը։ Եթե առաջինը ինչ պետք է անեինք, պետք է աղաղակենք, խնդրենք Աստծո օգնությունը Տիրոջ ողորմության մեջ, սա վերականգնման առաջի փուլն էր։ Երկրորդը ինչ պետք է անենք, պետք է ընդունենք Աստծո խրատը մեր կյանքում, ընդունենք այն, ինչ որ Տերն ասում է։ Երրորդը պետք է հավատանք ու հիշենք նաև Տիրոջ խոստումները։ Պետք է հավատանք ու հիշենք ու ընդունենք այն Տիրոջ խոստումները, որը որ տրված են իր խոսքի մեջ։ Երբ որ ինքը ասում է, ես դեռևս պիտի նայեմ քո սուրբ տաճարին, գիտեք ինչ է անում։ Նա զգում է իրեն մերժված, բայց նաև դրա հետ մեկտեղ ինչ է անում, չի մնում այդ զգացմունքի մեջ։ Չի ասում, ես այդ վիճակի մեջ եմ գտնվելու, ես այդ վիճակից դուրս չեմ գալու։ Ինչ ունի, հավատ ունի, որ դեռևս Տիրոջ սուրբ տաճարը տեսնելու է։ Երբ որ ինքը հիշում է տաճարը, նորից տաճարը Տիրոջ ներկայության շրջանակն էր։ Տաճարը այն հնարավորությունն էր, որով որ իր ժողովուրդը կամ հրեաները ստանում էին ինչ, ներողամտություն Աստծո կողմից եւ հաշտության վայր էր, որտեղ որ մարդիկ հաշտվում էին ում հետ, Աստծո հետ։
Եվ այս պարագայում Հովնանն ասում է, որ այո, հիմա ինչ եմ եղած, մերժված եմ, հիմա վռնդված եմ քո աչքից, բայց գալու է պահը, հավատում եմ, որ նորից քո առաջ կանգնելու եմ։ Քո ներկայության մեջ լինելու եմ, ներումդ ստանալու եմ։ Փոփոխություն լինելու է իմ կարգավիճակում, չի մնում դրա մեջ, ինչի, որտեղ խոստումը գիտի։ Խոստումը գիտի։ Խորքում Հովնանը նոր աստվածաբանություն չի ստեղծում։ Այլ ուղղակի վերադառնում է արդեն իսկ հայտնի ճշմարտությանը, որ Աստվածը ինչ է, ողորմած է, ներող է, գթած է։ Եվ այն ամեն ինչ, որ Տերը խոստացել է, այդ ամեն ինչը իրականություն է դառնալու անկախ իրավիճակներից, անկախ ես ինչ վիճակում եմ գտնվում։ Եվ երբ որ Տերը սահմանեց տաճարը կառուցվեց եւ օծվեց, տվեց նաեւ Աստծո խոստումը։ Կարա կարդակ Թագավորաց գրքի 3-րդ Թագավորաց 8-րդ գլուխ 38-39 համարների մեջ ասում է. «Եվ որևիցե մեկը մեղանչի ամբողջ սրտով դարձի գա դեպի քեզ եւ աղոթի, ապա կլսվի երկնքից եւ ներում կշնորհվի նրան»։ Եթե մեկը ընդունի իր մեղավոր վիճակը, ապաշխարի դարձի գա, Տերը խոստացել է ինչ? Ներում։ Տերը խոստացել է ներում։ Նույն կերպ եւ կհիշեք ավազակը։ Երբ որ Հիսուս Քրիստոս խաչված էր, երկու կողմը երկու ավազակ էլ խաչված էին։ Սկզբնական շրջանում երկուսն էլ անիծում էին, երկուսն էլ մերժում էին Քրիստոսին։ Բայց մի որոշ ժամանակ հետո ավազակներից մեկը, ինչպես որ Հովնանը, հասկացավ, որ այս խաչից այլևս այլ ճանապարհ չկա, սա այն վերջն էր, որից հետո այլևս ընտրության հնարավորություն, այլևս ուրիշ ինչ-որ բան չկա։ Գիտակցեց իր կարգավիճակը, ինչ արեց, օգնություն խնդրեց Հիսուսից։ Օգնություն խնդրեց։ Ու ասեց Տեր, ինչ արեց, ընդունեց իր կարգավիճակը։ Ասեց ես մեղավոր եմ։ Այս կարգավիճակում հայտնվել եմ իմ մեղքերի համար։ Սխալ կյանքով եմ ապրում։ Չսկսեց արդարանալ ասել, բայ այն մեկը մյուսը։ Կյանքի վերջն է եկել ընդունում այդ ամբողջը։ Նույնպես տեղ Հովնանը ինքը ընդունում է, որ այս ամեն ինչի հետևանքը իր քայլերն էին։ Բայց բացի դրանից այդքանով չի սահմանափակվում։ Հովնանը ասում է, որ հույս ունեմ տեսնելու եմ, իսկ ավազակը ինչ ասեց. այսօր հիշիր ինձ, երբ որ գաս քո թագավորությամբ։ Այսինքն ինչ արեց, խնդրեց ներում։ Խնդրեց, որպեսզի Տերը փրկություն պարգևի։ Ինչ է կարծում, ընդունվեց ավազակը։ Այո, որտեղ Տիրոջ խոստումն էր։ Եթե խոստովանենք, ընդունենք, Տերը ողորմելու է, ներելու է, սրբելու է, մաքրելու է եւ իր զավակ է դարձնելու։ Ջրերը ինձ մինչև հոգիս շրջապատեցին, անդունդը ինձ պաշարեց, ջրի մուր փաթաթվեց գլխից։ Ուղղակի պատկերացեք նորից իրավիճակը ինչ վիճակում է գտնվում։ Դա այն, սենց ասած, դրանից այն կողմ էլ հնարավորություն չկա։ Այլևս այլ ցածրանալու կարգավիճակ չկա։ Այս իրավիճակներում հիշում են որոշ մարդկանց, ովքեր որ թմրանյութերով են տարված, կամ հարբեցողությամբ են տարված, կամ որոշ առումով ընկած են խաղաղամոլության մեջ, երբ որ ամեն բան արդեն վաճառել են։ Բոլորի հետ կռվել են, ընտանիքը համարը քանդվելու վրա է եւ այլն եւ այլն, բայց նորից տեսնում ես մարդը ինչ անում, սպասում է մինչև վերջ, որ մինչև ծայր հասնի։ Մարդկային հպարտությունը շատ դեպքերում ինչ է անում, չի թույլ տալի, որպեսզի քայլանենք։ Մի թույլ տվեք, որպեսզի այս կարգավիճակում հայտնվեք։ Ես լեռների հիմքերի իջա, երկիրն իր նիգերով հավիտյան փակվեց ինձ վրա, բայց ուշադրություն դարձրեք, դու ինձ կենթանի ինչ արեցիր, հանեցիր գպից, ու սա կարևոր է, ով Տեր իմ Աստված, ով Տեր իմ Աստված նորից հույսը դնում է, վիճակը հասկանում է ինչ վիճակում է գտնվում, բայց խոստումը նորից Տիրոջ խոսքի վրա է դնում, որ ես այս կարգավիճակում չեմ մնալու ինչի, որտեվ դու ողորմած ես, եւ քո շնորհքը պետք է ինչ անի, ինձ հանի։ Երբ հոգիս նվաղեց իմ մեջ, նորից ինչ արեցի, Տիրոջը հիշեցի։ Եվ իմ աղոթքը քեզ մոտ սուրբ տաճարը հասավ։ Կապ չունի որտեղ եք նորից։ Եթե աղոթում եք, Աստված լսում է։ Կապ չունի ծաղկաձորում եք, ձեր տանն եք, ինչ որ, չգիտեմ, այլ վայր եք գնացել։
Եթե ճշմարտապես ձեր սիրտը խոնարեցնեք ու Տիրոջը փնտրեք, Տերը լսելու է իր պատասխանը տալու է։ Տերը ընդունում է իր առաջ մեղանչողին։ Ուշադրություն դարձեք 9 համարը, սա կարևոր է։ Սուտ աստվածներին պաշտողները կորցնելու են նրանց հանդեպ ինչը վստահությունը։ Սուտ աստվածների վրա մեր հույսը վերջի վերջո բերելու է ինչի կործանման։ Հիմա կարանք ասենք դե մենք կռապաշտ չենք, մենք քրիստոնյա ենք, մենք ճշմարիտ Աստծուն ենք հավատում։ Հարց բոլորիս։ Արդյոք այդ Աստծուն ճանաչում ենք։ Աստծո խոսքը առասարակ բաց է կարդացել եք, թե չէ։ Որտեվ եթե չեք կարդացել, ո՞նց եք ճանաչում Աստծուն։ Ո՞նց եք ճանաչում իր խոստումները։ Ինչ գիտեք Աստված ինչպիսին է, ինչ խոստում է տվել, ինչ է ուզում մեզանից։ Եթե խոսքը չեք կարդացել, չեք էլ ճանաչում ճշմարիտ Աստծուն։ Եվ ձեր պատկերացած Աստվածը գուցե Աստված չէ, այլ կուռք է։ Շատ շատերի հետ խոսում եք, մեկ-մեկ ասում են դե հա հավատում եմ Աստծուն, բայց չգիտեմ, չեմ կարծում որ դժոխք դրախտ կա։ Ասում ես լավ ո՞նց։ Համ հավատում ես որ Աստված կա, համ էլ ասում ես դժոխք դրախտ չկա, այլ կյանք չկա։ Ինչ լինելու է, չի լինելու, ստեղ է լինելու։ Կամ ուրիշ տարբերակ։ Ասում ես իսկ ինչ ես կարծում, եթե հավատում ես դժոխքին դրախտին, Տիրոջ հետ ես լինելու թե չէ։ Երկրորդ բանը ասում են դե չգիտեմ, հիմա կտե Աստված կտենա։ Ինչ պիտի տենա Աստված։ Այսինքն նորից խոսքը չենք կարդացել, չգիտենք փրկությունը ոնց է, դրա համար էլ նորից գցում ենք Աստծո վրա, դե ոնց Աստված ուզի։ Հարցը ոնց Աստված ուզին չի։ Միանշանակ Աստված ոնց ցանկանա տենց էլ տեղի ունենալու, բայց փրկության հետ կապված Աստված հստակ ասել է, ով որ հավատա, ով որ դարձի գա ապաշխարի, խոստովանի իր մեղքերը, ընդունի իր մեղավորությունը, Քրիստոսի շնորհով փրկություն կունենա։ Եթե Տերը ասել է, այդ խոստումը տվել է եւ դու ուղղակի ինչ ես արել, մերժել ես, չգիտես, ինչ ասես կարաս կարծես, ինչ ասես կարաս երևակայես պատկերացնես։ Քո պաշտած Աստված այդ դեպքում չլինի այն Աստվածը, որը որ ճշմարիտ է եւ միակն է։ Դրա համար է ասում, որ այն մարդիկ, ովքեր որ ճշմարիտ Աստծուն չեն պաշտում, արդյունքում նրանց հանդեպ իրենց վստահությունը կորցնելու են։ Նավաստիներին հիշում եք։ Երբ որ փոթորիկները սկսեցին, ամեն մեկը սկսեց իրանց աստվածներին հիշել։ Կարող է Զևսին հիշեցին, կարող է Պոսեյդոնին հիշեցին, հունական չաստվածներն են։ Շատ շատերին փորձեցին սկսեն ինչ անել կանչել, բայց հասկացան, որ որևիցե օգուտ չկա այդ ամեն ինչի մեջ։ Իսկ վերջում ինչ արեցին։ Ճշմարիտ Աստծուն ճանաչեցին։ Նույնպես եւ մեր կյանքում, երբ որ մենք առաջնորդվում ենք ոչ ճշմարիտ աստվածաբանությամբ, ոչ ճշմարիտ Աստծուն ենք պաշտում, խնդիրը վատ է լինելու։ Ուրեմն ինչ անենք, աղաղակենք Տիրոջը, խնդրենք իր ողորմությունը, ընդունենք իր խրատը, ընդունենք իր գերիշխան կամքը, ընդունենք, որ ամեն բան Տիրոջ ձեռքերի մեջ է, երրորդը իր խոստումներին հավատանք, ինչ որ ասում եմ, վստահենք ու այս կարգավիճակում չենք մնա, եթե հավատանք, եւ վերջինը չորրորդը այդ ամեն ինչից հետո հնազանդվենք Տիրոջը կամքին։ Հնազանդվենք Տիրոջը կամքին։ Ուշադրություն դարձեք 9-րդ համարը։ Բայց ես գոհությամբ ձայնով քեզ զոհ պիտի ինչ անեմ, մատուցեմ, տված խոստումներս պիտի կատարեմ։ Ինչ է ասում, հետա վերադառնում։ Մինչև այդ Տերը ինչ էր ասել, ասել էր գնա քարոզիր։ Վեր կաց գնա քարոզիր, ինչ ասեց Հովնանը, ինչ որոշեց, անհնազանդ փախնելու եմ։ Փախնելու եմ, իմ կյանքս եմ ապրելու։ Այս պարագայում ինչ է որոշում կայացնում, որ զոհաբերության ձայնով քեզ զոհ պիտի մատուցեմ։ Այսինքն պիտի գամ ինչով մեղանչականով։ Զոհ հենց այդ էր, որ ես ընդունում եմ իմ կարգավիճակը եւ գալու եմ քո առաջ զոհաբերության, որպեսի ներես, որպեսի ողորմես, բայց ոչ միայն սա, այլև այն խոստումս, որ տվել եմ, որպես Տիրոջ ծառա, ինչ եմ անելու, կատարելու եմ։ Դրա համար մի բան է, որ զուտ ասենք, դե լավ, ապաշխարում ենք, դարձի ենք գալի, բայց հետո գնանք մեր կյանքով նորից ապրենք։ Չէ, դա չի ստացվում, որ մենք իրապես Տիրոջն ենք ճանաչել։ Եթե այդ վերականգնման ճանապարհով գնում ենք, վերջի քայլը սա պետք է լինի, որ այն ամեն ինչ որ Տերն ասել է, այդ խոսքին ես պետք է ինչ անեմ, հնազանդվեմ։
Հակառակ դեպքում այս ամեն ինչը դատարկ խոսակցություններ են։ Դրա համար ուշադրություն դարձեք, ուզում եմ սրան այս խոսքերին ուշադրություն դարձնեք։ Փրկությունը ումից է։ Տիրոջից է։ Փրկությունը Տիրոջից է։ Ազգային պատկանելությունից չի։ Հայ ես, ուրեմն փրկված ես, հայ ես, ուրեմն քրիստոնյա ես։ Փրկությունը սեր չի ճանաչում, տղամարդ ես, կին ես եւ այլն եւ այլն։ Փրկությունը չի գալիս նրանից ձեր բարեկամները, ձեր շրջանակում քահանաներ ունեք, թե չունեք եւ այլն եւ այլն։ Փրկությունը միայն ու միայն Տիրոջից է։ Եվ այս հասկացողությանը Հովնանը ինչ անում, վերադառնում է, գիտեր սրա մասին։ Փրկությունը միայն Տիրոջից է։ Դրա համար աղաղակեք, խնդրեք, որպեսզի այդ փրկությունը ինչ անեք, ստանաք, որպեսզի այդ փրկությունը ստանաք Քրիստոսի միջոցով։ Ձեր անձնական ուժերով ոչ մի բան չեք կարող անեք։ Փրկությունը Տիրոջից է։ Եվ հետաքրքիր մի բան, երբ որ այս ամեն ինչը տեղի է ունենում, երբ որ Հովնանը այս հասկացողությանը գալիս է, Աստված ինչ է անում, Տերը հրամայում է ինչ լինի, հրամայեց ձկանը և Հովնանին փսխեց ցամաքին։ Գիտեք, երբ որ մենք պատրաստական ենք Տիրոջը հնազանդվելու, Տիրոջը ծառայելու, Տերը նորից մեզ ինչ անում, վերականգնում է։ Բերում է այնտեղ, որտեղ որ մենք պետք է լինեինք։ Բերում է այնտեղ, որտեղ որ ի սկզբանե մենք պետք է լինեինք, չպիտի այդ ամեն ինչի միջով անցնենք, սակայն Հովնանի համար թե ծովը, թե ձուկը լավ առիթ էր, լավ հնարավորություն էր եւս մեկ անգամ հիշելու, տեսնելու Տիրոջ խրատը ու տեսնելու Տիրոջ ողորմությունը։ Ու այս պարագայում ձուկը դարձավ ինչ? Ողորմություն։ Տիրոջ խոսքը դարձավ նորից ողորմություն։ Տիրոջ կամքը նորից երևաց որպես Հովնանի համար ողորմություն։ Երկրորդ հնարավորություն։ Ուրեմն ինչ անենք, ժողովուրդ։ Նեղության մեջ աղոթեք։ Նեղության մեջ փնտրեք Տիրոջը, խնդրեք նրա կամքը։ Միշտ ապավինեք Տիրոջ ողորմության վրա, որտեղ դեռ կենթանի եք, ուրեմն հույս կա։ Երրորդ խրատի մեջ ինչ արեք, խոնարհվեք։ Երբ որ Տերը խրատում է ձեզ, խոնարհվեք, մի ձեր սիրտը կարծրացրեք։ Չորրորդը, խավարում հիշեք Տիրոջ խոստումները։ Եթե իհարկե գիտեք, եթե կարդացել եք։ Երբ որ խնդիրների մեջ եք, երբ որ նեղության մեջ եք, երբ որ ամեն ինչը ուղղակի սենց գալիս է, ծանրանում է ձեր վրա, Տիրոջ խոստումները հիշեք, ինչպես որ Հովնանն էր հիշում։ Եվ ապաշխարությունից հետո ինչ արեք, հնազանդվեք իր կամքին։ Հնազանդվեք իր կամքին, փնտրեք իր ողորմությունը, որտեղ Աստծո ողորմությունը խորն է ցանկացած անդունդներից։ Աստծո ողորմությունը շատ ավելի խորն է, քան ցանկացած այն մեղքը, որ մեր կյանքում կա։ Ուժեղ է ցանկացած հակառակությունից եւ ապստամբությունից։ Եվ համբերատար է ցանկացած փախուստներից եւ անհնազանդությունից։ Բայց նորից մի խաղացեք դրա հետ, որտեղ Տիրոջ համբերության բաժակը նաեւ ինչ է անում, լցվում է։ Ու մեր ժամանակը կարճ է։ Դրա համար Տիրոջ առաջ խոնարհվեք եւ թող որ ձեր կյանքում այս 4 փուլերն էլ ինչ անեն, անցնեն։ Ու հիշեք մի բան, փրկությունը ումից է, միայն ու միայն Տիրոջից է։ Շատ լավ, եկեք աղոթենք, խնդրենք, որպեսզի Տերը մեզ ողորմի եւ իրապես այս բոլոր ընթացքը, ինչ որ Հովնանն ունեցավ, զուտ պատմություն չլինեն մեզ համար, այլ մենք էլ հնազանդվելով իր կամքին, իրապես Տիրոջ առաջ գանք խոստովանությամբ։ Մեր մեղքերը խնդրենք, որպեսզի Տերը ների եւ իրեն զավակ դարձնի։ Եվ հիմա ուզում եմ միասին աղոթենք եւ եթե այս աղոթքը նորից գալու է ձեր սրտից, ուղղակի պարզ բան ենք աղոթելու, խնդրելու ենք, որպեսզի Տերը մեզ ների։ Խնդրելու ենք, որպեսզի Տերը մեզ փրկություն պարգևի, որպեսզի իր ողորմությունը հայտնվի նաեւ մեր կյանքում։ Աղոթենք։ Դուք էլ ձեր սրտում կամ բարձրաձայն նույնիսկ կարող եք աղոթել Տիրոջը ու կարող եք ասել Տեր Հիսուս, այսքան ժամանակ ապրել ենք մեր ցանկությունը, մեր կամքը կատարելով։ Շատ դեպքերում նեղությունների մեջ փորձել ենք մեր հպարտությամբ
ինքներս մեր հարցերին լուծում տալ։ Բայց դու ողորմած ես, ու դու գթած ես, ու ընդունում ես բոլոր նրանց, ովքեր որ գալիս են քո առաջ ճշմարտությամբ։ Ուստի խնդրում ենք, որ ներես, ողորմես, սրբես մեզ եւ քեզ զավակ դարձնես։ Ու ամեն ինչի մեջ քո կամքը հայտնի լինի մեր կյանքում։ Մեզ ների՛ր եւ ողորմիր, որովհետեւ դրա կարիքն ունենք։ Ու հավատում ենք, որ Տեր Հիսուս Քրիստոս մահացավ մեր մեղքերի համար, երրորդ օրը հարություն առավ, որպեսզի մենք կյանք ունենանք։ Ուստի ների՛ր մեր մեղքերը ու ընդունիր մեզ, որպեսզի հնազանդվելով կամքին, քո կամքին, ապրենք այն կյանքով, որով որ դու ես ցանկանում։ Ների՛ր, ողորմիր, սրբիր եւ դու փառավորվիր։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։ Նստեք, խնդրեմ։